Որդյակ խոստանում ես բոլոր պարականերում, միջև մահ Տեր և պաշտպան լինել այս օրիորդին, որ կինդ պիտի լինի և հավատարմությամբ սիրել նրան։ Եվ դու դուստր խոստանում ես բոլոր պարականերում, միջև մահ Տեր և հնազանդ լինել այս պարոնին, որ ամուսինդ պիտի լինի և հավատարմությամբ սիրել նրան։ Հնազանդ եմ։ Աստված, որ իր աներևույթ ներկայությամբ այս սուրբ տաճարն է լեցնում, նաև մեր պահապան հրեշտակները, այս սուրբ եկեղեցին, սուրբ խաչն ու սուրբ ավետարանը, քանայց դասը եւ հարցն է, որ այս ամբողջ բազմությունը ձեր խոստումին վկա լինեն, երկուսով միաժամանակ ասացեք այո հայր սուրբ թող լինեն։ Այո հայր սուրբ թող լինեն։ Գալիլեայի Կանա քաղաքում տեղի ունեցած հարսանիքը օրհնելով եւ Աստվածային հրաշքով ջուրը գինու փոխելով, Աստվածային փառքը ցույց տվիր աշակերտներիդ եւ ճանաչվեցիր որպես Աստված եւ մարդկության փրկիչը։ Ոչ միայն չմերժեցիր ամուսնությունը, այլ դու ինքդ իբրև քահանայապետ օրհնեցիր եւ ճշմարիտ խոսքովդ հաստատեցիր այն, ասելով. Աստծու միացրածը մարդիկ թող չբաժանեն։ Ահա թե ինչու առաքյալը ասում է. բոլորդ էլ ամուսնությունը պատվեցեք եւ ամուսնական անկողինը սուրբ այեցեք։